Տիկին Յոլյան, դուք այսօր EM-ի ուղեղի եթերում եք, արդեն քարոզարշավի ամփոփման օրն է, ամփոփում ենք ըստ էության այս քաղաքական գործընթացները, ինչ կասեք, ինչ եք արձանագրել ձեր ուժի կողմից, ինչ կասեք։ Իրականում անհավասար մրցապայքար էր, անհավասար միջավայրում մրցապայքար էր, ինչ վերաբերում է մարզերում, պիտի ասեմ, որ բավականին դժվար է, որովհետև այն մթնոլորտը, որ տիրում է, սկսած վարչական ռեսուրսի օգտագործումից, անհատապես մարդկանց վրա աշխատում են, նույնիսկ սովորական լայքի ուղղությամբ, եթե որևէ մեկը որևէ տեսանյութում ժպտում է, եթե որևէ մեկը ինչ-որ մի նյութի հավանության է արժանացնում, այսպես ասած, իր դիրքորոշումն է ուզում արտահայտել, շատ ուժեղ վերահսկողություն է եւ սա իրապես անընդունելի մի մթնոլորտ է։ Բայց ուզում եմ վստահեցնել, որ նաեւ մեր ժողովուրդը բավականին ուժեղ են, պինդ են եւ վստահ եմ, որ այս անընդունելի մթնոլորտը հունիսի 7-ին մերժելու են իրենք ընտրախցիկում։ Ունեք փաստեր, ինչ որ ասել եք, դա Գորիս խոշորացված համայնքին է վերաբերում, թե ընդհանուր Սյունիքի մարզում եք արձանագրումներ արել։ Տարբեր համայնքներում ենք լինում, պիտի ասեմ, որ ընդհանուր է, միայն Գորիսին չի վերաբերում, տարբեր համայնքներում դա արձանագրում ենք, մարդիկ ասում են, այսպես մեզ հետ առանձին զրույցներում իրենց դիրքորոշումը արտահայտում են, բայց չեն ուզում հրապարակային խոսել։ Կան բազմաթիվ փաստեր, դրանք մենք ինքներս արձանագրում ենք եւ մեր խնդիրն է բարձրաձայնել այդ ամենի մասին, որպեսզի գոնե այս մի քանի օրերի ընթացքում այդ վարչական ռեսուրսի օգտագործումը եւ ընդհանրապես վերահսկողությունը էապես չազդեն ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ էության իշխանությունը հերքում է վարչական ռեսուրսի կիրառումը, որ նման բան չկա, ինքնակամ են գնում, պարտադրանքի մասին խոսք չկա, սա ինչպես կմեկնաբանեք։ Եթե ուշադիր լինեք բոլոր հանդիպումներին, բոլոր հավաքներին, հատկապես դպրոցների մակարդակում, դուք կտեսնեք, որ շատ դեպքերում բազմաթիվ դպրոցների տնօրեններ անձնապես ներգրավված են ինչպես քարոզչության process-ում, այնպես էլ քարոզչությունը կազմակերպելու process-ում շատ դեպքերում իրենց դեմքով չեն, բայց փոքր համայնքներում շատ լավ գիտեն ով ինչով է զբաղված, այնպես որ երբևէ ես ինքս շատ տարբեր ընտրական process-ների ականատես եմ եղել նաև որպես լրագրող լուսաբանել եմ, երբևէ այսպիսի վերահսկողություն չեմ տեսել, որ մարդուն անգամ Facebook-յան նորից եմ ասում լայքի համար ամբողջ ընտանիքի վրա աշխատեն, անընդունելի է։